Բարև ձեզ։ Իրանի դեմ ռազմական գործողության պատրաստ Ալիևը հանկարծ մարտահրավերական օգնություն է ուղարկում Իրանին։ Կարևոր չէ ինչ է ասել Փեզեշքյանը Ալիևին հեռախոսով, բայց այդպիսի շրջադարձից դժվար չէ պատկերացնել ով է լքել ռինգը տեխնիկական նոկդաունով։ Հավանաբար իրանական կողմի դրոնային արերեսումն էլ հենց փոխել է Ալիևյան հոխորտանքը Իրանին օգնելու քծնանքով։ Երևի հետո կպարզվի, որ Բաքուն իրականում ծանրութ հետև է արել ու հրաժարվել Իրանի դեմ պատերազմում ներքաշվելու հարկադրանքից։ Այս պատերազմում այդպիսի տեսարաններ էլի կլինեն, անգամ կապիտուլյացիա պահանջող Թրամփն է ասում՝ եկեք բանակցենք։ Հիմա էլ Թեհրանն է մերժում, արդեն ծովային պատերազմի շանտաժով։ Որովհետև նավթային կոլապսը պարզվում է հրթիռից ավելի արագ է տարածում աղետը, որում ինչպես տեսնում եք պատերազմի գինը չվճարող չի լինելու։ Ռազմական թատերաբեմից ինչ հեռավորության վրա էլ գտնվեն։ Համեմատեք Ճապոնիայից մինչև եվրոպական երկրներ նավթային ցնցումները պատերազմի հարևանությամբ գտնվողների ցնցումների հետ ու կհասկանաք այս խաղի ամբողջ պերճանքն ու թշվառությունը։ Եթե այս պատերազմի ավարտը մնա ռազմական լուծման հույսին։ Հենց դրա համար էլ հայկական շահը Բաքու-Թեհրան թեկուզ մարտահրավերական միջանցքով չի կարող անցնել։ Ավելին, Բաքու-Թեհրան առճակատումը հայկական օրակարգ երբեք չի սպասարկել։ Չի սպասարկի նաև մերձեցումը, անկախ նրանից, քանի տոննա բրինձ ու ալյուր է ուղարկում Ալիևը Փեզեշքյանին։ Հաջողություն։